Տիկնակ եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի սահմանամերձ տարածաշրջանների մասին եւ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքներ, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանները եւ սահմանամերձ համայնքները եւ այս օրենքում մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության 10 մարզերից 9-ում գոյություն ունեն սահմանամերձ տարածաշրջաններ եւ սահմանամերձ համայնքներ։ Վերջին շրջանի ամառվա իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցույց տվեցին, որ սահմանամերձ համայնքների մեջ կա խումբ համայնքների, որոնք առավել խոցելի են։ Ասեմ, որ սահմանամերձ տարածաշրջանների մասին օրենսդրությամբ մեր ըստ էության սահմանամերձ է համարված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով ձգվող համայնքները, հայ-թուրքական, հայ-վրացական, հայ-իրանական, հայ-ադրբեջանական, բայց ասում եմ ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ համայնքների մեջ, սահմանամերձ համայնքների մեջ կան համայնքներ, որոնք առավել խոցելի են, որոնք են այդ համայնքները, դրանք այն համայնքներն են, որոնք գտնվում են ոչ միայն Ադրբեջանի հետ սահմանակից տարածաշրջանում, այլ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, տվյալ դեպքում ուղիղ գնդացրային նշանառության ներքո, ինչու եմ շեշտում գնդացրային, որովհետև եթե հաշվի առնենք այլ զինատեսակները, կստացվի, որ Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը փոքր բացառությամբ գտնվում է նշանառության ներքո։ Եվ հատկապես այդ իրադարձությունների ժամանակ մեր այցելությունները սահմանամերձ այս խումբ գյուղեր ցույց տվեցին, որ այստեղ կա պետական քաղաքականությունը որոշակիորեն ճշգրտելու եւ այդ համայնքների բնակիչներին քաղաքական հավաստիացումներ տալու առայն, որ Հայաստանի Հանրապետությունը որպես հասարակություն, որպես պետություն կանգնած են այդ համայնքներին, նրանց բնակիչների թիկունքին եւ այս առումով առաջացավ գաղափար այդ սահմանամերձ համայնքներից դուրս բերել, այսպես ասած, առավել խոցելի համայնքները եւ ձևավորել նախագիծ, որը մենք անվանել ենք Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանապահ համայնքների մասին։ Ինչ է նախատեսվում այս օրենքով։ Այս օրենքով նախատեսվում է իմ նշած համայնքների բնակիչներին մասնավորապես տալ որոշակի արտոնություններ, նախագծի երկրորդ հոդվածով նախատեսվում է սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50%-ը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից։ Փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Երրորդ հոդվածում մենք կարծում եմ մի փոքր անհաջող ձևակերպում ունենք եւ քննարկումների ընթացքում էլ եզրակացությունների ժամանակ էլ մենք այդ դիտողությունների հետ համաձայնել ենք, այստեղ մենք այս ձևակերպման մեջ ասված է, որ սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են սահմանապահ համայնքի տարածքում ունեցած հողի հարկից եւ անշարժ գույքահարկից, այստեղ մենք խնդիրը նրանում է, որ իրականում մենք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գաղափարն այն է, որ այս ծախսերը նույնպես փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցներից, այսինքն ոչ թե այդ հարկերը չեն գոյանում, չեն հավաքվում, այլ այդ հարկերը նույնպես փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցներից։ Չորրորդ հոդվածով նախատեսվում է, որ սահմանապահ համայնքները ստանում են լրացուցիչ օգնություն ֆինանսական համահարթեցման մասին օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքի համար հաշվարկված դոտացիայի 100%-ի չափով, այսինքն ինչքան դոտացիա է հաշվարկում տվյալ համայնքի համար բյուջեով, նույնքան չափով էլ տրվում է օգնություն եւ այդ օգնությունը բաշխում է համայնքի ավականին եւ օրենքում կա առաջարկ, որ շեշտադրել, որ այդ գումարները կարող են ծախսվել միայն համայնքի բնակիչների սոցիալական առողջապահական կարիքները հոգալու համար եւ երիտասարդ ընտանիքներին աջակցության համար։ Էլի մի քանի այդպիսի կետեր են նախատեսված, ես ուզում եմ նշել, որ այս բոլոր ինչպես է ընդհանրապես գաղափարը ձևավորվել։
ուզում եմ ասել, որ այս գաղափարները քննարկվել են, ձևավորվել են հենց այս գյուղերի բնակիչների այդ քննարկումների արդյունքում, այսինքն մենք եղել ենք տեղերում, փորձել ենք ծանոթանալ առավել սուր դրված խնդիրներին եւ այդ խնդիրներին մարդկանց մեր առաջ մարդկանց բարձրացրած հարցերին արձագանքն է այս նախագիծը եւ այդ առումով կարող ենք արձանագրել, որ նախագծի համահեղինակ են իրենք սահմանապահ համայնքների բնակիչները, օրինակ մեզ ասցին դեպքեր հիշեցին, երբ մարդ ասենք ականի վրա պայթել է եւ վիրավորվել, ականի պայթյունից վիրավորվել է եւ հարազատները ստիպված են եղել դիմել տարբեր մարդկանց, տարբեր այսպես ասած բարեգործական կազմակերպությունների, պաշտոնյաների, բիզնեսմենների, որպեսզի կարողանան հոգալ այդ մարդկանց բուժման ծախսերը, կարծում ենք, որ սա անտրամաբանական վիճակ է եւ այստեղ նախատեսվում է օրենքում, որպեսզի այդ բոլոր ծախսերը իրականացվեն պետական բյուջեի միջոցներից 6-րդ հոդվածում սա 6-րդ հոդվածն էր 7-րդ հոդվածում նախատեսված է, որ սահմանապահ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն 2 միլիոն դրամի չափով հուղարկավորության ծախսերի համար։ Այս օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ես հիմա անցնեմ այս ընթացքում հնչած առաջարկներին հատկապես այս կետի վերաբերյալ եղավ առաջարկություն, որ հուղարկավորման ծախսերի համար դրույթը հանել, իհարկե սկզբունքորեն ընդունելի է, ես ուղղակի ուզում եմ բացատրել, թե ինչու է ձևակերպված այսպես, որպեսզի հանկարծ որևէ տեղ, որևէ մեկի կողմից չլինի այնպիսի դիտարկում, թե մենք սահմանամերձ, սահմանապահ գյուղի բնակչի կյանքը փորձել են գնահատել այդպիսով, որովհետև երբ որ ասում ենք, եթե զոհվեց ընտանիքին տվեք 2 միլիոն դրամ, կարող է լինել, դա ուղղակի չի բխում, բայց կարող է լինել, քանի որ շատ նուրբ հարց է, կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, որ ազգային օրենքով մարդու կյանքը գնահատել են ընդամենը 2 միլիոն դրամ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, դա գնահատելի չի եւ այստեղ հուղարկավորության ծախսերի համար արտահայտությունը ձևակերպված է հատկապես այդ նպատակով, որ դա նպատակը ընդամենը հուղարկավորության ծախսերը կատարելն է։ Այս ընթացքում եւ սոցիալական ցանցերում եւ կառավարությունում եւ ազգային ժողովում ոչ պաշտոնապես քննարկվել է եւ մենք այս պահին ունենք կառավարության եզրակացությունը, ես գիտեմ, որ պարոն Տերտերյան դուք կներկայացնեք, ես ուզում եմ դրան անդրադառնալ, կառավարությունը քննարկեց նախարարների կոմիտեի նիստում էլ է քննարկվել եւ ես ներկայ եմ եղել բավականին այսպես կառուցողական քննարկում մենք ունեցել եւ կառավարության եզրակացության մեջ ասվում է, որ կառավարությունը ողջունում է նախագծի նպատակադրումը եւ կա առաջարկ, որ կոչ է արել ըստ էության հեղինակին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից հիմնավորումը այն է, որ սեպտեմբերի 3-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնավորապես հանձնարարվել է գտնել այս խնդրի համապարփակ լուծում, աշխատանքային խումբ կա եւ քաղաքական ուժերի կողմից էլ կան առաջարկություններ։ Անկեղծ ասած, ես հենց ի սկզբանե նշել եմ, որ տվյալ խնդիրը սահմանային համայնքների խնդիրը չի կարող այդտեղ ունենալ որևէ հեղինակային իրավունք, այսինքն որևէ քաղաքական ուժ, որևէ անհատ պատգամավոր եւ այլն չի կարող հավակնել, որ այսպես այդտեղ կան հեղինակային իրավունքներ եւ ես ի սկզբանե ասել եմ, որ շատ ուրախ կլինեմ, եթե այս թեման, այս խնդրը լուծող ավելի լավ նախագծեր ներկայացվեն եւ ողջունում եմ ընդհանրապես կառավարության այդ մոտեցումը, այստեղ կա մի փոքր նրբություն։ Հիմա ես պիտի ասեմ, ընդունում եմ այդ առաջարկը, թե չեմ ընդունում, ամբողջ խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ դեռևս չկա որևէ նախագիծ դրված շրջանառության մեջ, այսինքն ամենայն դեպս կառավարությունը ոչ ինձ, ոչ քաղաքական ուժերին չի ներկայացրել նախագիծ, որպեսզի մենք համեմատենք, տեսնենք, որ այ կա ավելի լավ նախագիծ եւ եկեք այս նախագիծը չքննարկենք։
Երկրորդ խնդիրը հետևյալն է, որ ես կիսում եմ կառավարության մտահոգությունը, որ կան առաջարկներ եւ պետք է այդ առաջարկները լսել։ Ես այսօր հանձնաժողովում քննարկումից հետո եւ հույս ունեմ նաեւ հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո ես ինքս կնախաձեռնեմ ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում եւ կխնդրեմ, որ բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ իրենց համար ընդունելի ձևով իրենց առաջարկներով համաձայնվեն լինել օրենքի համահեղինակ, ազգային ժողովի կանոնակարգը դա թույլ է տալիս, այսինքն բոլոր առաջարկները, որ կլինեն, կարող է լինել այստեղ։ Երրորդը իսկ ինչ կլինի, եթե պարզվի, որ այս ընթացքում կառավարությունը արդեն կհասցնի նախագիծ ներկայացնել։ Ես ուզում եմ ես կարծում եմ ընդհանրապես, որ սա այն հարցերից է, որ պետք է հրատապ լուծում ստանա։ Իսկ մենք շուտով արդեն սկսելու ենք ազգային ժողովում քննարկել 2015 թվականի բյուջեի նախագիծը, այսինքն մենք պետք է այսօր արդեն կարծում եմ, որ կարելի է ասել, որ մենք բավարար արագությամբ չենք պրոբլեմին արձագանքում եւ բյուջեի նախագծի քննարկումներն էլ սկսվում են եւ գիտեք, որ ճիշտ կլինի, որ այն օրենքները, որ պիտի ազդեն բյուջեի ծախսային կամ եկամտային մասի վրա, դրանք քննարկվեն մինչեւ բյուջետային քննարկումները, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա այդ ծախսերը ընդգրկել։ Եվ ինչ կպատահի, եթե այս ընթացքում կառավարությունը ներկայացնի իր նախագիծը, ուրիշ նախագիծ, ավելի լավ նախագիծ, ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ օրենքները կարող են իրար նկատմամբ ճանաչվել այլընտրանքային։ Ես այստեղ էլ խնդիր չեմ տեսնում, այսինքն բոլոր դեպքերում սա նույնպես օրենքի ընդգրկումը քառօրյա նիստերի եւ նստաշրջանի օրակարգ ընդհակառակը խթան կհանդիսանա մյուս process-ները ոչ թե արագացնելու, այլ խթանելու, որպեսզի մենք ժամանակին հասցնենք մինչև բյուջետային քննարկումները որոշակի քաղաքական եզրակացության գալ այս հարցում եւ երրորդը ես արդեն ասացի, որ նման նախագիծ ներկայացնելու խոստում մենք տվել ենք մի շարք սահմանապահ գյուղերի բնակիչների, խոսքը վերաբերում է մասնավորապես Այգեպար համայնքին, Մովսես համայնքին, Բերքաբեր համայնքին, երբ Բերքաբեր համայնքում, երբ որ շատ իրավիճակը սրված էր, ես ինքս համայնքի բնակիչներին խոստացա, որ ազգային ժողովի արձակուրդից վերադառնալուն պես առաջին օրը այս օրենքը կդրվի շրջանառության մեջ եւ քանի որ կարծում եմ, որ այս օրենքի շրջանառության մեջ լինելը ոչ միայն չի խանգարի, այլև կխթանի, որ մենք հարցեր լուծենք, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ մենք այս նախագիծը ընդգրկենք մեծ նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգ։ Եվս մի հարց է հնչում, թե մոտավորապես ինչքան է ֆինանսական գնահատական, այսինքն հարցի գինը որքան է, մոտավորապես ես հարցումներ եմ արել էներգետիկայի նախարարություն, ջրային տնտեսության պետական կոմիտե, մոտավոր պատկերացում կազմելու համար այդ համայնքների բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի ծախսի վերաբերյալ եւ փորձել եմ մոտավորապես հաշվարկել, նաեւ հաշվի առնելով գների փոփոխությունը, մի քիչ էլ հաշվի առնելով են, որ այս արտոնությունները սպառման ծավալը կմեծացնեն, ես կարող եմ ասել, որ նախնական գնահատականներով խոսքը վերաբերվում է 1.5-ից 2 միլիարդ դրամի մասին։ Խոսքը 1.5-ից 2 միլիարդ դրամի մասին է, այստեղ խնդիր կա նաև թե այն համայնքների անվանական ցանկի հետ կապված, թե որ համայնքների վրա են դրանք տարածվելու։ Ես հարցում եմ արել կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե պարզելու համար մինչև 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքները, իհարկե պատասխանը ստացել եմ, բայց այստեղ կա խնդիր, որ կադաստրի
տեյում էլ կա խնդիր, որ խնդիրը ոչ միայն վարչական, այս օրենքի կարգավորման տիրույթում մենք նախատեսել ենք ոչ թե այն համայնքները, որոնք վարչական սահմանները Ադրբեջանի սահմանից մինչև 3 կիլոմետր հեռավորության վրա են, այլ ձևակերպումը այսպիսին է, ներառում են խոսքը այն համայնքների մասին է, որոնց վարչական սահմանները ներառում են Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանից առավելագույնը 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տներ կամ համայնքային նշանակության վարչական շենքեր։ Կան համայնքներ, որոնք փաստացի վարչական սահմանով սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը, բայց գյուղի բուն բնակելի տարածքը շատ հեռու է։ Առայժմ անշարժ կադաստրի կոմիտեին իհարկե ես խնդրել եմ եւ իրենք խոստացել են, որ մենք համագործակցությամբ այդ հարցը նույնպես կպարզենք, այդպես որ դա էլ է ընթացքում է, որովհետեւ այնտեղ նրբություններ կան, բայց կադաստրի կոմիտեից ինձ ասացին, որ դա լուծելի հարց է, այսինքն այնպես չի, որ դա տեխնիկապես բարդություններ է ներկայացնում, դա բարդություն չի ներկայացնում, առաջիկայում այդ հարցը կլուծվի։ Եվ ես ծանոթ եմ իհարկե ազգային ժողովի իրավաբանական վարչության եզրակացությանը, ծանոթացել եմ այդ եզրակացության մեջ դիտարկումները հիմնականում կապված էին երրորդ հոդվածի հետ, ես արդեն ասացի, որ այստեղ այո կա ձևակերպման խնդիր, մնացած մասերով էլ հիմնականում այնտեղ բառերի հետ կապված դիտողություններ, դիտարկումներ կար, շնորհակալ եմ դիտողությունների եւ դիտարկումների համար, իհարկե դրանք ընդունելի են։ Ուզում եմ ասել, որ այս ընթացքում եւ կառավարության նիստի ժամանակ եւ այլ քննարկումների ժամանակ չեն հնչել առաջարկներ, որոնք ես կարող եմ ասել, որ դրանք անընդունելի են։ Բոլոր առաջարկները քննարկելի են եւ ելի եմ ասում, երբ հույս ունեմ հանձնաժողովը դրական եզրակացություն կտա, ես ինքս կնախաձեռնեմ ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ եւ կխնդրեմ, որ իրենց առաջարկներով դառնան միանան այս նախագծին որպես հեղինակ եւ մենք ի վերջո կարողանանք այս հրատապ խնդիրը լուծել։ Եվ ի վերջո, եթե կառավարությունը կբերի նախագիծ, կանոնակարգը նախատեսում է, դա այլ ընտրանքային սկզբունքներով կարող է քննարկել, ես կարծում եմ, որ գաղափարների առատությունը չի վնասի գործին, այլ ընդհակառակը օգուտ կբերի։ Մենք ըստ էության ունենք քաղաքական կոնսենսուս եւ խորհրդանական խմբակցությունների շրջանում եւ կառավարության շրջանում եւ հանրության շրջանում, որ սա մի հարց է սահմանապահ կամ սահմանամերձ այդ խոցելի գյուղերին մենք պետք է արտահայտենք վերաբերմունք եւ ես կարծում եմ, որ այս օրենքի նախագիծը բոլոր առաջարկները բխում են այս տրամաբանությունից եւ այս տրամաբանության մեջ է նաեւ օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ քառորիայի եւ մեծ նշտաշրջանի օրակարգ ընդգրկել եւ ես խնդրում եմ ձեզ կայացնել այդ որոշումը, շնորհակալություն։